Ինձ վերադարձրեցին քաղաքականություն, սա այն դասական արտահայտությունն է, որ ասում է դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը սկսում է զբաղվել քեզնով, այդ դասական այդ օրինակներ։ Նախագահային մոտիկից ու ոչ միայն մոտիկից, նաև հեռվից սովորական քաղաքացիներ, որոնք իր կերպարը ճիշտ ընկալել են, իրանց համար հասկանալի հաստատ չէր լինի, որ չգար ու չպայքարեր, ու տեղի ունեցավ այն իր վերադարձով գալով ու պայքարով, այն ինչը չէր կարա տեղի չունենար պարզապես ապրիորի։ Մարդիկ արդեն հնարել էին մի բան, որը իրենց անհրաժեշտ էր այդ իրադարձությունների արյունը իրենց վրայից մաքրելու, այդ քաոս ստեղծելու արյունը մաքրելու, ու այդ մարդիկ իշխանության էին, то есть իրանք ամեն ինչ պետք է անեն։ Պետք է նշեմ, որ ընտանիքի ոչ մի անդամի մոտ չկար այդ միտքը, միգուցե ավելի լավ է թողնել եւ հեռանալ երկրից, հակառակը բոլորս միակարծիք էինք նրա շուրջ, որ պետք է մնալ, պայքարել եւ ապացուցել, որ մենք ճիշտ ենք եւ մեր ընտանիքի անունը եւ պատիվը բարձր պահել։ Այսինքն նման միտք հեռանալու երբեք չի եղել։ Բայց իհարկե հիմնական շարժառիթը այն վտանգն էր, որը կախվեց Արցախի գլխին։ Այն վիճակը չէր, որ նստենք մտածենք, թե ինչ անել։ Սա ռացիոնալ որոշում չէր, անկասկած, եւ դրա մասին ես հրապարակային նաեւ արդեն ասել եմ։ Սա ավելի շատ որոշում էր, որը դաստիարակությունից էր գալիս քո աշխարհայացքից, ընդհանրապես բնավորությունից։ Հեղափոխական ալիքը այնքան մեծ էր Հայաստանում, իսկապես մեծ էր եւ դժվար է դիմանալ այդպիսի ալիքին եւ բոլորից պահանջել այդ կարգի կամքի դրսևորում, չեմ կարծում, որ ճիշտ է։ Վիճակը շատ ավելի ուրիշ է, քան հիմա օրինակ, քան նույնիսկ 1 տարի առաջ, 2 տարի առաջ, իսկ 18 թվականին այդ ամեն ինչի դեմ ուղղակի կաղնել բացահայտ, բաց, sense ամբողջ բոյով եւ ասել, որ պայքարելու եմ ձեր դեմ, դժվար որոշում էր։